Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում ժամանակն է խոսել հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր մեր հյուրը ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարուհ Հայրիկյանն է։ Բարև ձեզ, Պարուհ Հայրիկյան։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ այսօր այստեղ եք։ Պարոն Հայրիկյան, Սահմանադրություն փոխելու առաջարկը մեր իշխանության կողմից այսօր խիստ քննադատվում է գրեթե ամենուրեք։ Կարծում եք, որքանով իրապես այն կազմալուծում է մեր պետականության հիմքերը եւ ընդհանրապես քայքայում է Սահմանադրությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները։ Սկսենք նրանից, որ մեր պետությունը ստեղծվել է մարդկանց կամքով։ Պատգամավորներով ժամանակին անկախության հռչակագիր ընդունեցինք, բայց Հայաստանի միջազգային ճանաչումը սկսվեց ազգային ինքնորոշման դրսևորմամբ, անկախության հանրաքվեով։ Դա իմ ծրագիրն է, գիտեք, 73 թվականից կարողացել եմ նախ տասնյակների, հետո հարյուրների, հետո միլիոնների համոզել, որ դա է ճանապարհը։ Հետևաբար, թե մենք խոսում ենք սահմանադրական բարեփոխումների, փոփոխությունների, նոր սահմանադրության մասին առանց նախապես ներկայացնելու մեր շարժառիթները, մեզ մտահոգող խնդիրները, դա նշանակում է կամայական մոտեցում է։ Իսկ սահմանադրությունը հայտարարի է բերում մարդկային իրավունքները, եւ այս սահմանադրությունը, որքան էլ որ մենք ժամանակին տարբերակների դեմ արտահայտվել ենք կամ փորձել ենք բարելավել, ի վերջո մեր ազգային հիմնական օրենքն է։ Երբ հիմնական օրենքի նկատմամբ կամահարական վերաբերմունք է դրսևորվում, իսկ որ կամահարական է, ես դա երկու խոսքով կհաստատեմ, նշանակում է, որ իսկապես մեր պետության հիմքերը խախտելու մասին է խոսքը։ Եթե պետությունը ստեղծվել է մարդու իրավունքների, մարդու ինքնորոշման իրավունքի հիման վրա, եւ դա դարձել է նաեւ սահմանադրություն, նույն ինքնորոշման իրավունքով, այսօր կամայական մոտեցումը բնականաբար վտանգում է մարդու իրավունքները ու վտանգում է դրանց հանրագումար պետականությունը։ Հիմա ես որ ասացի վերաբերմունքը կամայական է, տեսեք, Մերժիր Սերժին կարգախոսով սկսած մարդիկ մերժում էին Սերժի սահմանադրությունը։ Ուրիշ ոչինչ, որովհետև Սերժ Սարգսյանը իր սահմանադրությամբ կարողանում էր իր իշխանավորման ժամկետը երկարաձգել, դրա համար դա էր, ուրիշ հիմնավորում չի եղել։ Այդ հետագայում տարբեր բաներ հնարվեցին։ Բայց իշխանության գալով նրանք չէին ասում, թե նույնիսկ այն պահը, որ այդ սահմանադրությամբ դու կարող ես հավերժացնել որևէ մեկի իշխանությունը, ընդհակառակը դա իրենց դուր եկավ։ Եվ նախկինում եղած սահմանափակումները, որ երկու անգամից ավելի չես կարող խախտված, հենց այդ խախտված լինելու հանգամանքը շատ հավանեց Նիկոլը։ Ու Մերժիր Սերժինը մոռացավ, ավելին դա ասեց բազում անգամներ հայտարարեց, տեսեք ինչ լավ սահմանադրություն է, ես պարտվեցի, ջախջախվեցի, ես ստեր ասացի, բայց ինձ նորից կարողացա իշխանության մնալ։ Դա էր իմ հիմնավորումը։ Մինչդեռ ես որ սահմանադրության մասնագետն եմ, եղել եմ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահը, նախ եւ առաջ պիտի խոսես, եթե ուզում ես սահմանադրությանը ձեռք տալ, պիտի խոսես մարդու իրավունքների ընդլայնման մասին։ Կամ պիտի ասես։ Իսկ սրանք խոսում են կուսակցությունների մասին, կառավարության մասին, վարչապետի պաշտոնավարման մասին, բայց մարդը չկա։ Մինչդեռ սահմանադրությունը գրվում է մարդու համար, որպեսզի մարդու իրավունքները ամրագրվեն, չբացառելով պարտականությունները, որպեսզի որևէ իշխանություն կամայական վերաբերմունք չդրսևորի քաղաքացիների իրավունքների հանդեպ։ Քանի որ դուք արմատներից եք գալիս Հայաստանի սահմանադրության, այսպիսի մի հարց, սահմանադրությունը հատուկ ընդունվեց Սերժ Սարգսյանի օրոք միայն իր իսկ շահերի համար, թե այնտեղ արդեն խաթարվում էին մարդու իրավունքները, քաղաքացու հնարավորությունները։ Գիտեք, ես Սերժ Սարգսյանի դրական բաները տեսել եմ, բայց այստեղ ցավոք սրտի խայտառակ բան կատարվեց։ Չգիտեմ, իրեն պարտադրեցին, համոզեցին, թե ինքն էր այդ նախաձեռնողը, բայց գիտեմ, որ հետին նկատառումներով առաջնորդող մարդիկ կային։ Մեր նախկին ունեցած սահմանադրությունը այն չէր, ինչը կարող էր համարվել իդեալական։ Աշխարհի ոչ մի սահմանադրություն իդեալական չի, այլ իդեալականին բավական մոտենում է իմ առաջարկած բացարձակ ժողովրդավարության սահմանադրությունը։ Ուզում եմ ասել Սերժ Սարգսյանի դեմ, անձի դեմ, ես վատ տրամադրված չեմ, տեսել եմ նրա դրական դրսևորումները, բայց այս սահմանադրությամբ նախ հակապատմական էր, հակագիտական էր, Հայաստանի առաջին հանրապետություն կոչվածը 1918-ից 20 թվականներին ձախողվեց ունենալով խորհրդարանական համակարգ, որովհետև կոնկրետ պատասխանատու չկար, պատասխանատու էին բոլորը եւ ոչ ոք։ Օրինակ Կարսի պարտության համարով է պատասխանատու, չգիտենք, որովհետև գլխավոր ժամանակը այդպես թաշկինակի պես փոխվում էր։ Իսկ երբ դու ունես ժողովրդի կողմից ուղղակի ընտրված գլխավոր ժամանակը, նա պատասխանատու է։
օրինակ Սարդարապետը կերտվեց, որովհետև ինչ որ պահի կաթողիկոս իր վրա վերցրեց։ Ասեց, այդ ինչ վախկոտներ եք, նահանջի մասին եք խոսում։ Ես մնում եմ այստեղ ու մեռնեմ։ Կար պատասխանատու, կարսում դա չկար, եւ դա խորհրդարանական համակարգի հետևանք էր։ Հետո մենք սովետական այդ խորհրդարանական համակարգը տեսել էինք, դա իշխանության ճյուղերի տարանջատում ու բացառող բաներ եւ լուրջ սխալ էր նաեւ քաղաքագիտական, իրավագիտական, որ մենք կիսանախագահականից, ես կիսանախագահականը սխալ եմ համարում, որտեղ կիսանախագահականը Դե Գոլի ստեղծած տարբերակն է, որտեղ նմանակել է մի քիչ ամերիկյան տարբերակին, փորձել է պահպանելով ինչ որ եվրոպականը, բայց դա նշանակում է ծանրաբեռնված պետական համակարգ։ Որպեսզի երկարաբանեմ տեսական հարցերի մասին մեզ լսողներն ճիշտ հասկանան։ Ես տվել եմ սահմանադրության նախագիծ այն ժամանակ, երբ դրա իրավունք ունեին բոլորը։ Ոչ ոք չի տվել 14 թվականին, ԱԻՄ-ը տվել է բացարձակ ժողովրդավարության նախագիծ։ Եվ եթե Սերժ Սարգսյանն ու իր մերձավորները Գագիկ Հարությունյանն եւ մյուս հակահայեր, հակամարտիկ որոշում են թաքցնել Հայրիկյանի նախագիծը, այնտեղ բավական մանրամասներ կան, մենք տեսագրություններ ունենք, նույնիսկ մեկը եկավ այն միջոցառման, որտեղ պիտի քննարկվեր մեր նախագիծը, հանկարծ Վենետիկից Գագիկ Հարությունյանը նամակ է ստացել, հանձնաժողովը խնդրում է հետաձգել ու հետաձգել անժամկետ։ Ինչ եմ ուզում ասել, եթե որպես քաղաքական գործիչ, ոչ որպես մեկնաբան, ոչ որպես քաղտեխնոլոգ, ինչպես ասում են, գործիչ։ Ես գործի մարդ եմ, ես եթե որևէ բան քննադատում եմ, ասում եմ, որ որոշված էր քննարկել բոլոր տարբերակները, աշխատել հրապարակային։ Սերժ Սարգսյանը դա խախտեց։ Եվ Սերժ Սարգսյանի տավանդույթը սրբորեն պահպանում է Նիկոլ Փաշինյանը, որին 3 անգամ է տրվել նախագիծը, տրվել է 10 կուսակցությունների անունից, որ հանձնաժողով է ստեղծել այլ փոքրիկ, այլ անշնորհք։ Հանձնաժողովը պիտի հրապարակավ աշխատի, պիտի քննարկի բոլոր այլ ընտրակները, հա քեզ նախագիծ։ Արդյոք հրապարակավ է աշխատում։ Իհարկե ոչ։ Ձեր հիմնական հակասությունները, ձեր առաջարկների եւ այն առաջարկների, որոնք ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Բանն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ներկայացնում։ Թե ասում է օրինակ անկախության հռչակագրին հղում չեմ տալու, ի սկզբանե այդ հատվածները դուրս են գալու։ Չէ, այնքան հստակ դա էլ այնքան հստակ չի ասում։ Գիտեք, երբ որևէ մեկը համարձակում է սահմանադրության մասին խոսել, մանավանդ փոփոխությունների մասին, պիտի նախ ասի. մեր սահմանադրության մեջ կան այս թերությունները եւ այդ թերությունները վերացնելու համար ես նախաձեռնում եմ սահմանադրական բարեփոխում։ Այս ապիկար անշնորհքը երբեք չասաց ինչից է դժգոհ։ Ընդհակառակ ասեց այդ սահմանադրությունը լավն է եւ ավելին ասեմ, մարդիկ կհասկանան դա։ Ասում է կառավարման համակարգը, պետական կառավարման համակարգը չենք փոխելու։ Աշխարհում, եթե կարողանա որևէ մեկին ցույց տալ նոր սահմանադրության ընդունում, որը չի ուղեկցվել պետական կառավարման համակարգի փոփոխությամբ, ես կասեմ շնորհակալություն, որովհետև ինձ 200 սահմանադրությունների մեջ այդպիսի բան հայտնի չի։ Սա լպիրշություն է նաև խոսել սահմանադրական բարեփոխումների մասին։ Գիտեք, ես դատախազություն նաև գրություն եմ ուղարկել, դատախազություն ուղարկել է քննչական կոմիտե, մի քանի օրվա ընթացքում ժամկետը սպառվում է։ Նիկոլ Փաշինյանին իրավական, նորմատիվ իրավական ակտը խախտելու համար ներկայացված է հրապարակավ ներկայացված է մեղադրանք, որն է այդ մեղադրանքը, երբ դու ընդունում ես նորմատիվ իրավական ակտ, դա օրենքից ինչով է տարբերվում, ունի ժամկետներ որպես կանոն, եւ այդ ժամկետների մեջ չես տեղավորում, դու խախտում ես օրենք։ Եթե իշխանավոր ես եւ խախտել ես նորմատիվ իրավական ակտը, դա կամ լավագույն դեպքում անփութություն է, կամ իշխանության չհրաշահում։ Մի դեպքում մինչեւ 2 տարվա կալանք է սպասում իրեն, մյուս դեպքում 5-ից 10 տարվա, որովհետև դա ուղեկցվել է ապօրինի աշխատավարձներ տալով եւ այլն եւ այլն։ Ուզում եմ ասել, որ այստեղ ասած քննադատական խոսքերը, որպես իրավաբան նաեւ հիմնավորել եմ դրել ընթացքի մեջ։ Հիմա ինքը անցած անգամ քննչական կոմիտեի պետին, որ հերացրեց իր հիմնական դժգոհությունը հրապարակավ չասվեց, այն էր, որ Հայրիկյանը, որ մեղադրանք է ուղարկել, ինչի՞ չես կարողացել պատասխանել եւ հիմնավորել, որ հանցակազմ չկա, բայց դա հնարավոր չի, որևէ իր մասին մի քիչ իրեն հարգող որևէ իրավաբան տեսնում է, չէ՞։ Ստեղծվել է հանձնաժողով, այդ հանձնաժողովը պետք է որոշակի ժամկետներում, ժամկետներն էլ փոխվել են, բայց ժամկետներում տար հայեցակարգ, հետո տար նախագիծ, չի արել, բայց ստացել են ամեն աշխատողից հանձնաժողովի անդամ ստանում է մոտ 1 միլիոն դրամ, 700,000 մաքուր, չհաշված պարգևավճարներ եւ այլն եւ այլն։ Դա ստանում են մեր հաշվին 500 միլիոն դրամ կամուն է տրվել։ Դա ծանր հանցագործություն է, այնպես որ այս իմ խոսքերը, այս քննադատական խոսքերը ոչ միայն տեսական, գիտական հիմնավորումների մասին է խոսքը, այլ նաև կամայականությամբ մեր ժողովրդի կարևորագույն օրենքի նկատմամբ կամայական վերաբերմունքով
թույլ տված հանցագործությունների Ինչից է մասին։ դուրս գալիս ծնվում այդ կամայականությունը։ Շատ ընտիմադիր կազմակերպություններ մեղադրում են, ասում են ուղիղ գործակալ է թուրք-ադրբեջանական։ Ոմանք ասում են միգուցե մանևրում է ընդհանրապես այսպիսի բարձրաձայն հնչեցնելով, որ գիտեք, սահմանադրություն ենք փոփոխելու եւ այսպես հագուրտ տալով ցանկություններին թշնամական կողմին, բայց իրականում ոչինչ չի կատարվում եւ հանգիստ տեղեկ չի լինելու։ Չեք պատկերացնում ինչքան հավանեցի է ձեր տարբերակված եւ անաչառ վերաբերունք դրսևորելու տրամադրվածությունը, բայց մի բան ակնհայտ է, չէ՞ որ ինքը աթոռասատկած է։ Մեռած։ Դա անդժխտելի է։ Մնացածը գործակալ է, ինչ է, չգիտենք։ Այսինքն որոշ մարդիկ կարող է համոզված են, բայց դա ապացուցված չի ապացուցված։ Ուրեմն այդ աթոռապաշտությունը, աթոռը կուրկ դարձնելու նրա ձգտումը իրենց ստիպում է հիմնական օրենքով ամրագրել իր իշխանությունը։ Եվ քանի որ այս սահմանադրությունը Սերժ Սարգսյանի համար գրված սահմանադրությունը, ինչպես Նիկոլն էր ասում, Սերժի կոստյումը ինքը հարմարվեց դրան, դրա համար այս ամենը արդեն կապիկություն է։ Տեսեք, ինքը սկսել է սահմանադրական բարեփոխումներ իմ ճնշմամբ, ԱԻՄ-ի անմիջական ճնշմամբ եւ իմ ճնշմամբ։ Ես իրեն որովհետեւ ի տարբերություն մյուսների, որ ասում էին, դե սպասենք ժամանակ տանք, ես հենց առաջին օրերին հերթով սկսեմ։ Երբ որ ինքը ասեց, կամ ես կլինեմ վարչապետ կամ ոչ ոք, ասեց, սա սրիկա է։ 3 միլիոն հայ կա, որոնց բոլորին ինքն ասում է դուք կարող եք իմ ընտրվելով դու ակրան վարչապետ, բայց հանկարծ ասում է կամ ես կամ ոչ ոք։ Բայց դա նկատելի էր նույնիսկ այդ ժամանակ հավաքների ժամանակ, երբ ինքը այսպես ասենք անհետացել էր կոնկրետ ձևակերպում չտանք իրավաբանական, Տիկին Աննա Հակոբյանը չթողեց, որ բեմ բարձրանա որևէ մեկը, որը կարող էր ուղղակի այդ ժողովրդի տանել, չնայած նրան, որ ժողովուրդը կոչեր էր անում, այլ տեխնացուների եւս ընդունում էր։ Նույնիսկ իրենք խնդրել էին, որ Զարոհին բարձրանա բեմ։ Սկզբից խնդրել էին, որ գա վիճակը փրկի, բայց դրանք, գիտեք, մի փոքր ինտրիգային մանրամասներ են, ես ուզում եմ դրանք բաց թողնել։ Ինքը ասեց մարդկանց դուխով գրեք ձեր ճակատներին։ Դա ծանր մարդկային հանցագործություն է, ազգի քրեացում։ Դու քրեական տերմիններ ես փաթաթում ամբողջ ազգի։ Օգտագործելով նրանց Սերժ Սարգսյանի նկատմամբ ունեցած դժգոհությունը, կոնկրետ սահմանադրության հետ կապված, մյուս հարցերը բաց եմ թողնում։ Օգտագործում եմ ասում ճակատներիդ գրեք դուխով։ Ես այդտեղ արդեն դրեցի իմ վերջակետը, որովհետև գիտեք, երբ ասում էին մերժիր Սերժի սահմանադրությունը, ես էլ էի կողմ։ Եվ Արիթեղերը ասել եմ, գիտեք, հիմա իմ նախագահությունը քննարկեց այդ հարցը, աջակցել թե չաջակցել։ Ես ասացի, գիտեք, ես խոստացել եմ, որ մերժիր Սերժին նախաձեռնության որևէ տեղ դրսևորում, ես այդ սահմանադրությունը ես պիտի ողջունեմ։ ԱԻՄ-ը դեմ քվեարկեց, բայց քանի որ ես խոստացել եմ, ես գնացի։ Դա նրա համար էր, որ աջակցեմ եւ իմ հիմնավորումը հետեւյալն էր։ Ես տգետ, մեծամիտ, պորոտախոս, ինքնասիրահարված կերպար չեմ։ Երբ ես ասում էի եկեք միանանք այս սահմանադրության դեմ միասին գործենք, Նիկոլը չեկավ։ Բայց երբ Նիկոլն ասեց, մերոնք ինձ ասում էին, ինքը չի եկել, չէ, ինչ ես դու գնում։ Ասում եմ, ես իր նմանը չեմ, որ չգնամ։ Ես ասում մարդը քայլ է անում, ճիշտ քայլ անում գնամ։ Բայց երբ այդ դուխովը հետ դրանից հետո ես հիշում եք երևի ասացի այդ դուխովը ջնջիր, դեռ սկզբում էր այդ 18 թվին, տեղը դրիր դեբիլ։ Հետո էր հիմար մարդկանց ասում էր հպարտ քաղաքացիներ։ Այ հիմա կարելի ասել, այ չասատկած։ Ինչի է դուխովը չես կպցնում ճակատիդ։ Զգացիր քեզ բացատրեցին, վերջապես տեղ հասա, որ դա սրիկայություն է։ Մի ողջ հանրությանը տանել քրեական ենթավոր մշակույթի մասն է, չէ՞։ Բայց դուխովը ինչ էր նշանակում։ Հաջորդը Հայաստանի հպարտ քաղաքացիներ, ես այն ժամանակ ասեցի, ես մարդ կոչվածը, մարդակերպը, երբևէ եկեղեցի չի գնացել, ամեն կիրակի ասում են, մահացու մեղքեր են, 7 մեղքեր, առաջինը հպարտություն։ Դու պղծում ես մի ողջ ազգի, եւ եթե այդ ազգը չի ընդվզում դրա դեմ, ինքը դառնում է իսկապես հպարտության, այսինքն գլխավոր մեղքի։ Ինքն էր պղծում, թե դա ծրագիր էր արտաքուստ արտաքին ազդեցության ենթադրության։ Երբ մենք խոսենք արտաքին ազդեցության մասին, մենք դնում ենք մի քիչ այսպես դառնում է ենթադրելի, արդյոք այդպես է, կարող է այդպես չի, բայց հիմա կոնկրետ ինքն է արել։ Բայց լավ մշակված էր, չէ՞, դա պրոֆեսիոնալների միջոցով այդ ամենը։ Մարդկանց փչացնելու որոշակի ծրագիր, բայց իմ ինչին է պետք փնտրել ստվերներ, եթե ես ունեմ կոնկրետ անձ եւ դրա համար իր մասն եմ խոսում։ Հիմա գալով նրան, որ այս իրավիճակը ինչպես կարելի է փոխել, ցավոք սրտի ամենահիմնականի մասն եմ խոսում, կարող է դուք հարցնեիք կամ չհարցնեիք, բայց ասեմ, բոլորն ասում են Նիկոլին պետք է հեռացնենք եւ փրկվի վիճակը։ Այո։
Բոլորը այդ կարծիքին են։ Հիմա ինձ մոտ հարց է ծագում, այս սահմանադրության ներքո դա հնարավոր է անել թե ոչ, եւ ընդհանրապես որ փոխեցինք, ինչ է փոխելու մեզ համար, չէ՞ որ նորից անձ է գալու, որը որ մեծամասամբ կառավարչական բոլոր գործիքները նրա մոտ են լինելու եւ նա անելու է այնպես, ինչպես մոտավորապես հիմա ունենք։ Ամեն դեպքում հնարավորություն ունենալու է անել այդպես, միգուցե հայրենասեր մեկը լինի եւ այդպես չլինի։ Լինում են բացառություններ, բայց ընդհանրապես անհատի դիրքորոշումից կախված ժողովուրդները բացառություն եղել է, օրինակ Սինգապուրը, որտեղ անհատի ներդրումը էական դերակատարություն է։ Ցավ ինչ որ պահի Վրաստանում Սահակաշվիլու դրսևորում, բայց ինչ որ պահի, հետո երբ հասավ սահմանադրության, Սահակաշվիլին ինքը փչացրեց Վրաստանը։ Իրա, ուրեմն նման հարցերը լուծվում են իշխանությունը իրական տիրոջը փոխանցելով։ Մի սկզբունքային բանաձև բոլոր ազնիվ մարդկանց համար, ոչ աթոռասատկածների համար, մեծ մասը աթոռի համար մեռած ողորմելիներ են։ Հայաստանի քաղաքական դաշտի գործիչների 95%-ը, չասեմ 99%։ Աթոռ, ոնց անենք մի առիթ գտնենք այդ դրանով գանք իշխանության, մենք թալանենք։ Եվ անձապաշտությունը խիստ տարածված է կուսակցական համակարգում։ Բնականաբար դրա համար պիտի մի քիչ հավատացյալ լինես, մի քիչ, չեմ ասում շատ։ Ուրեմն եթե քո երկրում, եթե ցեղդ դարձել է ազգ եւ ունի պետություն, կամ համայնքը դարձել է ազգ եւ ունի պետություն, եւ այդ պետության գործերը լավ չեն, նշանակում է ազգը չէ իր ճակատագրի տերը, այլ ինչ որ բախտախնդիրներ։ Հիմա մեզ մոտ բոլորը ընդունում են, որ շատ վատ վիճակում ենք, արժանապատվություններն են նսեմացված, անվտանգությունը ըստ օդի մեջ կախված երանելի մի սոցիալական հարցում ընդհանրապես ողբերգական վիճակում ենք, հարկային տերորի ենք ենթարկվում ահավոր։ Գիտեք, վերացական չեմ ասում, եթե որևէ մեկի հարկերը 150%-ով բարձրանում են, դա սարսափելի է, դա նշանակում է հարկային տերորի երկրում ես ապրում, բայց կոնկրետ իմ օրինակով 15000%-ով իմ գույքահարկը բարձրացել է ընդամենը 4 տարվա ընթացքում։ Պատկերացնեք 15000%, 150 անգամ։ Ուրեմն այդտեղ ամենտեղ վատ է։ Ուրեմն եթե վատ է, նշանակում է իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, սահմանադրությամբ ամրագրված է, չէ՞ պիտի պատկանի ժողովրդին, բայց ինչպես պիտի պատկանի, դա էլ պետական կառավարման համակարգով է որոշվում։ Հիմա այս կառավարման համակարգով իշխանությունը պատկանում է Քաջ Նազարի բախտով իշխանությունը փախցրած վարչապետին։ Փոխենք Նիկոլին, նրա տեղը դնենք ինձ այս սահմանադրությամբ, որքանից որ փորձ ունեմ, դե մարդիկ գիտեն 18 տարի այդ բռնաճանչումներին դիմացած մարդը, չկոտրված մարդը, բռնի արտաքսված, բայց անմեն գնով հետեկած մարդը, այսինքն մի քիչ տարբերվում է իրենցից, բայց նույնիսկ իմ օրինակն եմ բերում։ Անկամ եթե ես լինեմ այս սահմանադրությամբ, եթե հիմնական օրենքով խախտված է քաղաքացիների իրավունքը, ես ինչու պիտի չօգտվեմ այդ առիթից։ Հիմա չեմ ուզում ստել, ինչ որ, բայց ես չեմ գնում այդ ճանապարհով։ Ես երբ ինձ հարցնում են ինչ պիտի արվի, ասում եմ սահմանադրությամբ իշխանությունը պետք է տրվի քաղաքացիներին։ Ինչպես իմ նախագիծը դրա լավագույն ճանապարհն է։ Մանրամասները հիմնական գծերով իհարկե ուզում ենք լսել, որն է առաջարկը, բայց այս իշխանության օրոք հնարավոր է անել։ Մենք կարող ենք վստահել եւ գնալ այդ հանրաքվեին սահմանադրության փոփոխության։ 1969 թվականին, երբ ես ասում էի անկախություն, կրկնելով իմ առաջնորդներին, իմ առաջնորդներն էին Հայկ Խաչատրյան, Ստեփան Զատիկյան, Շահեն Հարությունյան, մեր շանթի հայրը։ Երբ ինձ դատում էին, դատարանում ասում են դուք հնարավոր համարում եք այս իշխանությունների օրոք հասնել անկախության։ Տեսեք, անկախությունը որևէ ազգի համար ամենակարևոր հարցն է։ Հետո ես գնացի բան 4 տարի նստեցի, հետ եկա ասացի անկախություն հանրաքվեի ճանապարհով։ Արդեն իմ ղեկավարն էր ասում, «Պարույր, բայց դու հնարավոր համարում ես, որ ստրկության մեջ գտնող, բռնազավթման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիները վճռական պահին ճիշտ քվեարկեն»։ Ասում եմ, այո, ես հավատում եմ, ես պարտավոր եմ հավատալ Աստծո կերպարով ստեղծված մարդկանց։ Հիմա տեսեք, հնարավոր է թե հնարավոր չի։ Պետականության վերականգնումներ դժվար, թե ինչ որ մեկին հանելը աթոռից։ Մեկին հանել աթոռից եւ երկիրը վերադարձնել ժողովրդին։ Իհարկե նա չէ, բայց այն ժամանակ երբեք իմ մտքով, մեր մտքով չէր անցնում, որ մենք պիտի գանք իշխանության եւ Հայաստանը անկախացնենք։ Հիմա այսօր խնդիրը վերաբերում է Հայաստանը ժողովրդավարական երկիր դարձնելուն։ Դա մի քիչ բարդ է, որովհետեւ եթե անկախություն հանրաքվեի ճանապարհով աշխարհում կիրառվել էր, այս բացարձակ ժողովրդավարության համակարգը, որ իմ ստեղծածն է, իմ գյուտն է, աշխարհում դեռ չի կիրառվել։ Բայց ես որևէ նոր բան չեմ ստեղծել, տարբեր ոլորտներից վերցրել։ Այո, հնարավոր է եւ դա ամենակարճ ճանապարհն է նաեւ իշխանափոխության։ Շատ կարճ, ինչպես։ Ամենակարճ ճանապարհն է ինչպես։ Եթե 2 տարի առաջ ինձ հետ համագործակցող ուժերին միանային եւս այդքան ուժեր, այսինքն 10-15 քաղաքական։ Մենք խոսում ենք իշխանափոխության մասին։ Այո։
Եվ այդ 15-20 ուժերի փոխարեն լինենք 30 ուժ, ամեն ուժից էլ մի 10-15 կամավորներ գային մշտապես, այն հարցերը, որ մենք բարձրացնում ենք, բայց ոչ այնքան լսելի, տեսանելի, որ դու ստեղծել ես հանձնաժողով ժամկետը խախտել ես։ Նախագիծեր ես քննարկում, անավարտ չես հասցնում։ Ահա քեզ պատրաստի նախագիծ, պիտի քննարկես։ Այդ դեպքում ստիպված կլինեին քննարկել այն նախագիծը, որը ես եմ տալիս, որը գիտեք ինչի չեն քննարկում, որտեղ անառարկելի է։ Դրա հիմքում ընկած է մի բան։ Այս պետական համակարգով խտրականություն է դրսևորում քաղաքացիների նկատմամբ։ Եթե որևէ պետության մեջ մի հոգու իրավունքները ոտնահարվում են, մարդու իրավունքները, դա համարվում է անթույլատրելի բան, չէ՞։ Բայց եթե ոտնահարվում են հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքներ եւ դա ապացուցվում է։ Այս թեման մի քիչ շատ տարողանակ է, դրա համար ես ուզում եմ ամփոփ արտահայտվել։ Այդ դեպքում ընդամենը մեկ ամսվա ընթացքում այդ հանձնաժողովի իրավաբանները ստիպված կլինեին ասել, որ սա իդեալական նախագիծ է, որևէ պետություն չունի, բայց այստեղ նոր բան չկա։ Հայրիկյանը վերցրել է տնտեսական իրավունքի, բաժնետիրական ընկերությունների քվեարկելու կարգը, վերցրել է քաղաքացիական իրավունքի լիազորությունները փոխանցելու կարգը, Հայաստանի քաղաքացիների քվեաթերթիկը փոխարինել է, դա դարձրել է բաժնետոմս, իրենց բաժնետոմսը ինչ որ ժամանակով տալիս են կառավարմանը մասնակցելու բաժնետոմսը, եւ բոլոր քաղաքացիներն ունեն հավասար կառավարման բաժնետոմսեր։ Ու ընտրության ժամանակ դու իրավունք չունես ասելու, քանի որ 5% չես ստացել, դու երկրորդ սորտի մարդ ես։ Դա խտրականություն է, չէ՞, դա հանցագործություն է։ Դա այսօր գործող սահմանադրության խախտում է։ Մեկ ամսվա ընթացքում այդ իրավաբանները բոլորը կասեին, այո, սա իդեալական է, մենք չենք կարող սրա դեմ խոսել, որովհետև հակառակն ասել նշանակելու էր այսպես։ Ես ավանակ եմ, մարդու տեսքով ավանակ եմ, իրավաբան չեմ։ Հետո գնալու էր պարլամենտ, բնականաբար ես պիտի ներկայացնեի, բոլոր առարկողները կպապանձվեին, որովհետև ես չեմ գտել սա տիրոջ կամքով, ինչպես ես չեմ բանտերում փրկվել, Աստված է պահել, Աստված չպահել, ես ով էի, որ մի օր դիմանայի։ Մեզ Աստվածը չի ստեղծել։ Այդ Աստվածն էլ որոշում է պահել, թե ասել գնա այլևս բանի պետք չես։ Կամ մի մետրից կրակում են քո վրա, քո ամբողջ ժողովրդին էլ ստիպում են ասել, ասա որ ինքն է կրակել։ Պատկերացեք, ստորության ինչ մակարդակի են հասնում, որովհետև հասկանում են, որ ես մարդկանց մասին մտածողն եմ։ Եթե ես մարդկանց մասին չմտածեի, գնայի 18 տարի բանդում կդիմանայի, ծնողներիս, երեխաներիս կուրանայի, ինչևէ։ Ուրեմն հաջորդ փուլը պարլամենտն է, լսում էին, այնտեղ էլ ստիպված էին ընդունել։ Դրա համար սրանք չեն քննարկում, այդ հավասարազորանը ստեղ լցնեն նավթ եւ մի բաժակ ջուր, ասեն խմի։ Բարձի վրա կվերցեն, ես ջուրն եմ խմում։ Նույն մոտավորապես նույն տարբերակն է։ Դրանից հետո սահմանադրության նախագիծը պետք է դրվեր հանրաքվեի, ժողովուրդը 90%-ով կասեր այո, իդեպ ասեմ, ես գիտեք ով եմ, Պարույր Հայրիկյանը չեմ, ես այն ժողովրդի առաջնորդն եմ, որը հարյուրավոր տարիներ պետականություն չուներ, 18 թվականին 20 անցյալ տարի վերականգնեց, եւ հետո ես հանդես եկա ծրագրով։ Ուրիշ առաջնորդ պետականության վերականգնման չունի մեր ժողովուրդը։ Ունեցել են պայքարողներ, ես ունեցել եմ, գիտեք, իմ ղեկավարները, իմ ուսուցիչները, բայց ծրագիր պատրաստած եւ ազգի սեփականությունը դարձրած ուրիշ մարդ չկա։ Հիմա այդ առաջնորդն ասում է, սա է ճանապարհը, եւ տեսեք երրորդ փուլը։ Հանրաքվեից հետո անպայման պետք է լինեն նոր ընտրություններ։ Եթե ուրեմն 2 տարի առաջ, չեմ ասում 6 տարի առաջ, լսած լինեին ինձ եւ համախմբվեին, մենք ընդհանրեն ժամանակ 3-4 ամսվա ընթացքում կունենայինք նոր ընտրություններ եւ նոր ընտրություններում այնպես չէ լինես խուժան համակարգը, որ մի կերպ պարլամենտում մեծամասնություն ես ձեռք բերում, հետո կայուն մեծամասնություն ես ստանում, նշանակում ես վարչապետ ունենալով ընդհանրեն ընտրողների 10%-ի ձայնը։ Դա է ամենակարճ ճանապարհը։ Պարոն Հայրիկյան, մի քանի փորձ եղավ իշխանափոխության, որը մեկը հաջողության չհասավ։ Խնդիրը ի՞նչն էր, չմիավորվեցին բոլորը, չհասանք նպատակին, թե քայլերն էին սխալ։ Գիտեք, ես առաջարկում եմ մի բան, որ անկասելի է եւ որի գիզակետում որի թիրախը իմ իշխանության գալը չէ։ Բոլոր նրանք, ովքեր որ խոսեցին իշխանության մասին, սրբազան մեջտեղ ես գալիս գոռում ես սրբազան վարչապետ, այդ ինչ ապուշություն է։ Դու այմական ես եղել։ Այմական ես եղել, քո առաջնորդին չես լսում, որն ասում է եկեք քաղաքացուն դարձնենք երկրի տերը։ Մյուսը գալիս են տեսնում են, որ սրանք գալիս են ոչ թե երկիրը արմատապես բարեփոխելու, այլ իշխանության գալու։ Նիկոլը գնա, ես գամ, ես լավ նախագահ եմ եղել։ Մի հատ ինձ հարցրու, լավն ես եղել։ Այ ես հիմա ձեզ եմ ուզում հարցնել, մենք երեք նախագահ ենք ունեցել եւ այսօր Նիկոլ Փաշինյան։ Կարծում եմ մարդ, որը ամեն ինչ տեսել է հենց սկզբից Հայաստանի Հանրապետության, անկախ արդեն։ Կարող եք մեկին ասել, որ Հայաստանի պետականության վերականգնման
պայքարի հետ դրանցից որևէ մեկը կապ ունեցել է։ Դժվարանում է։ Չէ՞ մի դժվարացեք։ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ 90 թվականին Ֆրանսիայում ստրատեգիական ուսումնասիրությունների կենտրոնում Մոնթերթում էլ տպվեց։ Իրեն հարցնում են՝ դուք կողմ եք անկախությանը։ Ղարաբաղ կոմիտեի ներկայացուցիչ Լևոնն ասում է՝ մենք Ղարաբաղի համար ենք պայքարում։ Անկախությանը դեմ եմ, բայց գիտեք ինքը լայնախոհ է, ինքը իմաստուն է։ Եթե մեր ժողովուրդը անկախություն ուզենա, այդ ողորմելի անկախությունից կարևոր ինչ ունի քո ազգը, պետականությունից կարևոր, հասկանալի բացատրեմ։ Մարդիկ կենցաղային մակարդակով իրար հետ հարցեր են քննարկում, բայց կա միջազգային իրավունք, որը քեզ համար անհասանելի է։ Այդ միջազգային իրավունքին հասնելու համար դու պիտի ունենաս պետություն, ով էր դրա առաջնորդը, ձեր խոնարհ ծառան իր լավ ընկերների հետ։ Ռոբերտ Քոչարյանը գավառից գալիս տեղից Լևոնը հիմնավորում է։ Մեր հիմնախնդիրը Արցախն է։ Դու գիտնական ես, չէ՞, որ ազգի խնդիրն է լինում, ինչ որ հատվածի քննարկումը, որը ցեղասպանություն է ապրել։ Ցեղասպանության հետևանքները վերացնելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում, օկուպացված է եղել, երկրաշարժի է ենթարկվել արհեստական։ Այդ ամեն ինչը մոռանում է, ստեղծում է սահմանադրություն, որով ինքը ցանկացած պահի կարող է բանը ցրել պարլամենտը, ժողովրդին ներկայացուցչական կառույց, այդ մեկ։ Հետևից գալիս է Ռոբերտ Քոչարյանը, ստիպված է լինում ինձ ընդունել որպես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ իմ ընտրողների ձայների միջոցով։ Ինքը դրան առանց դրա չէր դառնա։ Առաջարկում է ինձ վարչապետ աշխատել, Գերագույն խորհրդի նախագահ, այն ժամանակ ազգային ժողովի նախագահ աշխատել։ Ես ասում եմ, դա ինձ պետք չի, իմ ժողովուրդը եթե ինձ կընտրի, նոր ես կաշխատեմ։ Հիմա Սահմանադրական բարեփոխումներ։ Կիսատ է թողնում, ինչ եթե Կարեն Դեմիրճյանը, որն ասել էր Հայրիկյանին գնդակահարելն էլ քիչ է, անկախություն է ուզում։ Տեսեք, կոմունիստական կուսակցության ղեկավար աշխատած մարդը կուսակցությունը թողնում է մի կողմ, նոր կուսակցություն է ստեղծում։ Դավաճանությունը էության մեջ է։ Եթե ինքը կոմունիստ էր, չէ, եղել է Կոմկուսի ղեկավար, թող հետո էլ աշխատեր Կոմկուսի ղեկավար։ Նա ասում է Հայրիկյանը պարլամենտում պիտի չլինի, իրար հետ դավադրությունը մշակում են, որ Հայրիկյանն ու ԱԻՄ-ականները պարլամենտ չանցնեն։ Հետո գալիս է Սերժ Սարգսյանը։ Պետականության հետ կապ ունենալ կարող է մի մարդ, որը սահմանադրությունը փոխում է ու քաղաքացուն իսպառ զրկում։ Այդ որ կայուն մեծամասնության օրենք կա, դա Նիկոլը չի գրել։ Նիկոլը լավ օգտագործում է, դրանից կարճել է, բայց դա Սերժի ստեղծածն է։ Այնպես որ դրանից ոչ մեկը պետականության հետ կապ չեն ունեցել։ Այո, վարչական աշխատանքները Կոմկուսի համակարգում աշխատելու փորձ ունեցել են, կամ որն ավելի վատն է KGB-ի։ Ես եմ փոխել այդ, որ նախագահ իրավունք չունի, այդտեղ պիտի ընդունեմ Ռոբերտ Քոչարյանին, ինձ հետ համաձայնեց։ Ասում է, ես պատրաստ եմ Սահմանադրական բարեփոխումների գործը ստանձնել, եթե դու հրապարակով կասես, որ երկքաղաքացիություն ես ընդունում եւ նախագահը պարլամենտը լուծարելու իրավունք պիտի չունենա։ Հիմա դուք որ ասում եք, այդ երեք նախագահները մոռանանք իրենց, փորձ չեն ունեցել, բայց լպիրշ են եղել, փորձ չունեցող մարդը լսում է փորձառուին։ Իսկ ես եղել եմ, Ռոբերտ Քոչարյանը դա տեսել է, ինքը եկել է Պրագայի կոնֆերանսի, իհարկե ես մեծ հավակնություններ ունեմ, որովհետեւ ես Սովետական միության ժողովրդավարական շարժումների հիմնադիրն ու առաջնորդն եմ եղել։ Ու դա արձանագրված է ամենաբարձր մակարդակով։ Գիտեք, Դիկ Չեյնին իր մասնակցությամբ ամերիկյան պահպանողականների մեծ հսկայական կոնգրես, որում մոտավորապես 100 կոնգրեսական կար, 30 սենատոր եւ մոտ 70 կոնգրեսականներ։ Գրում է, մենք ողջունում ենք այն մարդուն, այդ պատվոտախտակ ունեմ, որի վճռականությունից, նվիրվածությունից սկիզբ առավ 300 միլիոն մարդու ազատագրումը։ Իմ հավակնությունը եղել է մարդկանց ազատագրումը բռնությունից։ Այսօր էլ իմ հավակնությունն այն է, որ դուք դառնանք Հայաստանի իրական տերը։ Ի տարբերություն նրանց, ովքեր ասում են իշխանափոխությունը պետք, այ ես որ գամ, այ էսի որ լիներ, հիշում եք սրա օրոք ադրբեջանցիք մի քիչ զգուշ էին։ Հետո մարդը որ եղել է նախագահ ու եղել է Ղարաբաղ կոմիտեի անդամ, ասում է աշխարհը մեկը չէր ընդունել, այնքան ստոր է, որ իր ճիվաղությունը ներկայացնում է աշխարհը չի ընդունել։ Ու Մինսկի խումբը ով է ստեղծել։ Աշխարհը չի ստեղծել այդ տկարամիտ։ Մինսկի խումբը ինչի համար է ստեղծված, հակամարտությունը քաղաքակրթորեն կարգավորելու համար։ Հիմա երես իդիոտ է, ասում է մենք եթե Ադրբեջանը բան անի, կստորագրենք Մինսկի խումբը ցրելու։ Տեսեք ինչ իդիոտ է, մեզ բոլորիս համոզում է, որ այդ լակոտը կարծում է թե իրենից է կախված, որ Մինսկի խումբը պիտի ցրի։ Դու ես ստեղծել այ փոքրիկ տգետ։ Մինսկի խումբը ԵՀԿ-ն է ստեղծել է հակամարտության կարգավորման համար։ Բայց արդյունքի հասել է։ Հակամարտությունը այն որ 30 տարի այս ցեղասպանությունը չէր իրականում, դա եղել է այն բանի արդյունք, որ միջազգային ներկայություն է եղել։ Այն որ Արցախի հարցը իր ուղղությունը փոխեց 87 թվականին մենք ստեղծեցինք ամբողջ սովետական կայսրության մեջ ձեր խոնարհ ծառան ստեղծեց իր ընկերների հետ ազգային ինքնորոշում միավորումը։ Ու արցախցիները ասին, տեսեք Հայրիկյանն էս ինչ է գրում թերթի համարներում։
որ ազգերը իրենք պետք է որոշեն։ Բա մենք ինչի ենք նամագրում, նամակ ռուսաց թագավորին, ասին մենք էլ ինքնորոշվենք։ Այդ մարդը կենթանի ապրում էր իրենց կողքին, այդ մարդուն Ամերիկայում առաջարկեցին շատ բարձր պաշտոն, բայց դե համատեղի չի հայրենիքին ծառայելու հետ։ Բուշը առաջարկեց աշխատել մարդու իրավունքների։ Սրա մասին ասում եմ ինչու, որովհետև գիտեք, ձեզ չեմ ասում, ընդհանրապես մենք ունենք պատմաբաններ, քաղաքագետներ, իդեոններների հավաքածու, նախանձոցեր։ Ոչ մեկը չի ասում այն ինչ որ միջազգայինորեն հայտնի է։ Մենք ունենք մարդ, որը փորձառու է, եւ այդ փորձառու մարդու հավակնությունը ընդամենը այն է, որ իր գրած սահմանադրությամբ մարդիկ դառնան երկրի տերը։ Պարոն Հայրիկյան, հիմա դուք միայնակ ինչ կարող եք անել այս իշխանությանից, կարող եք համագործակցել եւ արդյունքի հասնել ձեր առաջարկած սահմանադրության տարբերակը։ Դուք համագործակցության մասին եք խոսում։ Որևէ այս իշխանության, ես ասում եմ համագործակցելու մի ձև կա, Ռադետ Քաշի իշխանությունը տալիս ենք ժողովրդին սահմանադրությամբ։ Ինքը կգնա ձեր կարծիքով իր Եթե նախաձեռնությամբ։ մեր այդ նախանձիկները, իդիոտներն ու բաները, կոմպլեքսավորվածները, որ վախենում են։ Պատմական ընդդիմության մասին ենք խոսում։ Ես ընդհանրապես բոլորի մասին եմ ասում։ Ամբողջ ընդդիմադիր դաշտի, որ չեն միացել հիմնական օրենքով սահմանադրության միջոցով երկրի վիճակը արմատապես բարեփոխելու գործին։ Նախանձում են։ Ինչից եք նախանձում։ Կարող եք իմ չափ նստել, 18 տարի նստել բանտում, 5 անգամ դատվել, չեք կարող։ Հիմա ես առաջնորդն եմ այս ժողովրդի։ Մեր ժողովուրդը ուրիշ առաջնորդ չի ունեցել վերջին մի քանի 100 տարում, որը ժողովրդին հասցնի մի տեղ։ Ունեցել ենք հերոսական Դավիթ Բեկ, Արամ Մանուկյան եւ այլ, ուր են գնացել։ Բայց եկեք համաձայնենք, որ գաղափարների հետևից շատերը չեն գնում, ուղղակի մեզ մոտ Իմ գաղափարների հետևից մնացել է եւ գնում են Նիկոլ անձի Փաշինյան հետևից։ փոքրիկին կեղծիքներով իշխանազավթմամբ ձայն է տվել 600,000 մարդ։ Իմ գաղափարին ձայն է տվել 2,400,000 մարդ։ Միայն իմ գաղափարին ռեֆերենդումասն օրենք այդ Գորբաչով կոչված անուղեղը ստիպված ա եղել ընդունել իմ ճնշմամբ։ Այդ բոլորը փաստերով ապացուցված են։ Այնպես որ ես այո հավակնություններ ունեմ, որպես ազգային առաջնորդ, հավակնություններ ունեմ, որ բոլոր տկարամիտները, որ նախանձից սատկում են, փոխանակ ասեն, առաջնորդ ինչ ես ասում։ Մի անգամ ասել ես, հասել ենք պետականության։ Հիմա ինչ ես ասում, ես էլ ասում եմ, հիմա էլ հասնում ենք ազատության, մարդուն դարձնում ենք երկրի տերը։ Եվ այդ ձևով մենք կարող ենք օգնել։ Հակառակ դեպքում, այս իշխանակրիվը, տեսեք, մի բան ասեմ, որ օբյեկտիվ շատ անաչառ։ Երբ դու պայքարում ես իշխանության համար ու խաբում ես ինքդ քեզ ու ժողովրդին, որ քո իշխանություն գալով պիտի վիճակը փոխվի, բացառիկ դեպքերում դա հնարավոր է, բայց ճանապարհ անցած մարդու առաջնորդությամբ։ Իսկ այս դեպքում տեսակ չէ, Սերժ Սարգսյանը հավակնությունները հանդես բերում, Ռոբերտ Քոչարյանի մարդիկ կպնում են, այնտեղ նրան։ Լևոն Տեր-Պետրոսյանը իր, ասիկան ժլատվում են բոլոր ուժերը, որովհետև եթե դու իշխանության համար ես պայքարում, դու ունես մրցակիցներ։ Եթե պայքարում ես գաղափարի համար, ազգօգուտ գաղափարի համար, ընդհակառակը կարող ես միավորվել։ Այ եթե դա կհասկանան, ինչպես ժամանակին հասկացան անկախություն հարակվերի ճանապարհով գաղափարի կարևորությունը, ես կարող եմ օգտակար լինել եւ մեր ազգը դուրս կգա այս ճգնաժամային իրավիճակից։ Մենք հանդիպեցինք երեք մի համագումարի, որը առաջարկում էր բոլոր կուսակցություններին միավորվել, ունենալ, որքանով ես հասկացա, նախագահական բնույթի կառավարում, նախագահական խորհրդի բնույթի կառավարում եւ արդեն միասնական դաշտով հանդես գալ, ստիպել ավելի բարձր ինչպես ասենք, որ նոր ստացվի մակարդակի կուսակցություններին միանալ, ընդունել իրենց առաջարկը, որովհետև մենք գիտենք, որ բոլոր դեպքերում մեզ մոտ այդ անձի մեջ կենտրոնացած երևույթները շատ են։ Վեր կանգնել անձնական նկատառումներից եւ այդ բոլորը հիշում եմ։ Ես գիտեք ինչու է այդտեղ։ Ինչ է եկել այդ համագումարին։ Նախ, քանի որ այդ կուսակցության ղեկավարը նույնպես մասնակցել էր ԱԻՄ-ի համագումարին, մշտապես պատկառանքով է խոսել ԱԻՄ-ի մասին, ԱԻՄ-ի գործունեության մասին, տեղում հայտարարեց, դուք էլ վկայեք, որ մենք բոլորս Հայրիկյանի աշակերտներն ենք, բայց ես եկել էի մի պատճառով, այդ կուսակցությունը աջակցում է մեր սահմանադրական բարեփոխումների նախագծին։ Իրենք աջակցում են, բայց իրենք հիմնական տանող գաղափարակիրը չեն։ Դրա համար նաև այլ ուղի են փնտրում։ Թող փնտրեն, ես դեմ չեմ։ Նրանք կհասնեն ձեր կարծիքով, մենք ունենք այդ իրենք ունեն այդ ներուժը հասնելու համերաշխություն։ Եվ Սրբազանն է ներկայացրել, եւ այդ միասին կոչվող, որովհետեւ Սրբազանը պիտի առաջին հերթին ընդուներ իմ ծրագրերը։ Պիտի ընդուներ ու մատուցեր։ Այնինչ ինքը թույլ տվեց, որ վեր կենան ասեն, մենք կխորացնենք մեր դաշնակցային հարաբերությունները դաշնակիցների հետ։ Ավելին, Սրբազանը պարտվեց այն ռուսական կողմնորոշում էր գնում։ Հարցը միայն դա չի։ Սրբազանը ջախջախվեց այն պատճառով, որ թույլ տվեց, որ այս պիղծ սահմանադրությունը գրողը գա ելույթ ունենա։ Ոչ թե ինձ ասեց, սիրելի իմ նախկին ղեկավար, մարդ ում երկերով ես այս զանգվածներին ոտքի հանեցի։ Դրանք իմ երկերն են, գիտեք։
եւ կրկին ոտքին եւ դե եկեք եղբայրները։ Դե թող ասել են ես եմ գրել, ես չեմ գրել, Աստված ինձ տվեց ձեզ համար։ Եվ Սրբազանը թույլ տվեց, որ ելույթ ունենա մեկը ու ասի. մենք ունենք աշխարհի ամենալավ սահմանադրությունը, աշխարհի ամենապիղծ, ամենաստոր սահմանադրություն ունեցողին, եթե դու ձայն ես տալիս եւ քո նախկին ղեկավարին ասում ես, գիտես, թող նրանք խոսեն։ Պարզը որ պիտի ջախջախվեր։ Ախր ամենալավ սահմանադրություն ոնց կարող ենք ունենալ, որ պարբերաբար փոխում ենք ու չեն կարողանում հասնել ինչ-որ նպատակի, երկրներ կան 1-2 ուղում ունեն իրենց։ Այո, ճիշտ եք ասում, բայց մեր դեպքում հիմա բախտը բերել է եւ այս բախտը ինչի է բերել, որ ես առնչվել եմ տարբեր ազգերի ժողովրդավարների հետ, հասկացել եմ աշխարհի սահմանադրությունների սխալները, որոնք են, խոսել եմ Ամերիկայի, Ֆրանսիայի տարբեր մասնագետների հետ։ Գիտեք, երբ ես գլխավորում եմ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, անընդմեջ յուրում գալիս են եւ տասնամյակներում ձեռք բերած փորձը մեզ հնարավորություն է տվել Հայաստանը դարձնել ոչ միայն նախ Հայաստանի որակն է բարձրանալու, շատ աշխարհի ամենաժողովրդավարական երկիրն ենք դառնալու, բայց դրանից բացի այս մեր միջազգային վարկը այնպես է բարձրացնելու, որ Հայաստանի մասին հիշելու են ոչ թե ասելով առաջինը քրիստոնեություն ընդհանուր պետականորեն, այլ աշխարհում առաջինը ճշմարիտ եւ ամբողջական ժողովրդավարությունը գտած ազգն է։ Իսկ դա ես ներկայացնում եմ ոչ միայն որպես ստրատեգիական մոտեցում, այլ նաեւ այս շարքային լակոտ-լուկուտներին իշխանություններից հեռու պահելու խնդրին դրան էլ կծառայի։ Պարոն Հայրիկյան, շատ կարճ։ Մեզ նախագահական, կիսանախագահական թե խորհրդարանական կառավարում է պետք անհրաժեշտ երկրում։ Սկզբունքային պատասխան։ Մեզ պետք է մի երկիր, որտեղ քաղաքացին իրապես լինի տերը եւ պետական համակարգը չունենա որևէ ավելորդություն։ Դա նախագահական համակարգն է։ Բայց նախագահական համակարգի ներկայացուցչական մարմինը պիտի լինի այնպեսին, որ որևէ քաղաքացի, որ ընտրության մասնակցել է, խտրության չենթարկվի, մինչև վերջ կարողանա տեսնել, թե իր ձայնը ինչպես է օգտագործվում։ Այսինքն ներկայացուցչական մարմնում ընտրությանը մասնակցած բոլոր քաղաքացիների ձայները պիտի երևան։ Եվ դա արվում է հետևյալ կերպ։ Պատգամավորները չեն քվեարկում մեկական ձայնով։ Ամեն մեկը քվեարկում է ձայների այն քանակությամբ, որը ինքը կամ իր կուսակցությունը ստացել է։ Դատավորները նույնպես պետք է լինեն ընտրովի։ Արդյոք սա նորից մի անձնյա կառավարման չի վերածելու եւ մեզ անհրաժեշտություն չկա, որ մտածենք։ Տեսեք, այս համակարգով ընտրված վարչապետը ընտրվում է ժողովրդի կողմից, ընտրվում է ընդամենը 2 տարով։ Զգում եք ինչ է դա։ Ոչ ավելի։ 2 տարվա ընթացքում իրեն լավ պահեց, ճիշտ պահեց, կվերընտրվի։ Վատ պահեց, հեռանում է։ Ընթացքում վատ պահեց։ Խորհրդարանը ընտրված է այն սկզբունքով, որ իսկապես ներկայացնում է ժողովրդին եւ խորհրդարանը կարող է ազդել։ Իսկ այստեղ ինչ է կատարվում։ Խորհրդարանի մի կերպ ընտրում են, կայուն մեծամասնություն են ստեղծում արհեստականորեն եւ նշանակում են դա է սրանց մեխանիզմը։ Դա մենք վերացնում ենք արմատապես։ Դատավորներն էլ պիտի անկախ լինեն, երկրորդատյանի դատավորները ընտրվում են նույնպես քաղաքացիների կողմից, վերինատյանի դատավորները։ Ընտրությունների կարգը ինչպեսին պիտի լինի ձեր պատկերացումներով, համամասնական թե մեծամասնական։ Մեծամասնականը նշանակում է խտրական։ Տեսեք ինչ է նշանակում։ Մեծամասնական ընտրության ժամանակ մի տեխնացու տվյալ ընտրատարածքից ընտրվում է իր ձայներով, մանավանդ այս առավելային համակարգը գիտեք, չէ՞ որ մեկը 20% ստացավ, 4-ը ստացան 19%, 20% ստացած անցնում է միանգամից պարլամենտ։ Դա նշանակում է մյուսները խտրականության են ենթարկվում, խտրականության են ենթարկվում քաղաքացին։ Ուրեմն հանցավոր համակարգ է մեծամասնական համակարգը։ Եվ եթե ուզում ենք որ կատարյալ լինի, այսինքն քաղաքացու դերակատարությամբ, պրայմերիզը համատեղվի նախընտրությունը տեխնացուների հերթականություն կարգը եւ ստացած ձայները դրանք պետք է համատեղվեն։ Դրա համար համամասնականի վարկանիշային տարբերակն է ճիշտը։ Այսօրվա դրությամբ բացի ձեր առաջարկից այլ տարբերակներ իշխանափոխություն օրինական կարգով կազմակերպելու համար կան։ Ես եթե ունեմ ամենալավ տարբերակը, ես ինչու պետք է փնտրեմ ուրիշ բաներ։ Ես պարզապես չեմ մերժում ուրիշների առաջարկները, ասում եմ փորձեք։ Դա էլ փորձեք, բայց ճիշտը սա է։ Մանդատների վայր դնել։ Այս նույն սահմանադրության պայմաններում նշանակում է մի լակոտին փոխարինել մեկ այլ փառասեր լակոտով։ Քիչ առաջ դուք ինքներդ դա ձևակերպեցիք։ Եթե համակարգային փոփոխություններ չենք կատարում, եթե մարդուն արժեք չենք դարձնում, դա է գլխավոր խնդիրը։ Մարդը ինչպես կողմնորոշվի, ինչ անել, եթե առաջարկվի սահմանադրության։ Ուրեմն հետևողականորեն նախկինում KGB-ն, հետո տարբեր տեսակի KGB-ի ծնած շներ, սատանայի սպասավորներ, դրանք հետևողականորեն ասում են մարդիկ, մոռացեք որ դուք Հայրիկյան ունեք։ Մոռացեք չկա Հայրիկյանը։
Այդ անկախություն հանրաքվեի ճանապարհով պետություն ստանալու կարևորագույն գործը, որ մի քանի 100 տարի անում էինք ու չէր ստացվում, բայց աշխարհի ամենադաժան բռնապետության մեջ այդ մարդը, որ իր անձնական նվիրումով, ստեղծագործական շնորհով, բանաստեղծություններ երկերներ զուգահեռ չեմ խոսում ծրագրերը, տարբեր ազգերին հայկական կազմակերպության մեջ համախմբելով որ իրականացրեց, դրան մոռացեք, բայց ուրիշը չունեք։ Մնացած բոլոր կամ բանտերում են մեռել մեր հերոսները, կամ որևէ այլ տեղում։ Ես չեմ, իմ շնորհքը չի, որ ես հիմա դες այդ խոսում եմ։ Աստված ինձ պահել է մասնավորապես այս համակարգի համար, որը դուք ասում եք դրանից բացի ուրիշ բան չկա, կարող է վաղը Նիկոլին հրեշտակը ներկայան ասի, այո ապուշ, մեկ է վաղը սատկելու ես։ Քեզ կարգին պահի։ Դա էլ է, չէ՞ տարբերակ։ Ու ինքը հրաժարական տա։ Բայց դա իրեն չի փրկի, որովհետև ինքը 4 անգամ ստացել է բացարձակ ժողովրդավարության նախագիծը ու հանձնարարել, տեսեք 2 արդարադատության նախարար փոխարինեց։ Որտեւ դրանց ասում են մի հատ ձև գտեք մերժեք Հայրիկյանի տարբերակը։ Նրանք ասում են տարբերակ չկա, չեն կարող։ Դե չեք կարող, պիտի ռադել նեք, ես պատճառ կգտնեմ, SMS կգրեմ, կհեռանաք։ Հիմա բերել ես կնոջը կամ աղջկան, չգիտեմ, Գարյան։ Դրան է փչացնում, որպես իրավաբան, որպես մարդ ոչնչացնում է։ Ժամկետ է սահմանում այդ նորմատիվ իրավական ակտը, որ այսինչ թվականի, այսինչ օրը պիտի տակ նախագիծ, հետո մեկ էլ ասում են փոխում ենք, դա այսինչ խաղալիք չի, նորմատիվ իրավական ակտը փոխելը լուրջ արարողություն է եւ ժամկետը սպառած փաստաթղթում փոփոխություն կատարելը հանցագործություն է։ Բայց ես ամենակ պիտի չասեի, նույն կերպ մենակ ես պիտի չասեի։ Ցանկացած քաղաքական գործիչ երեկվա նման բերանը բացելուց առաջ պիտի ասել, գիտեք, մենք ունենք ազգային առաջնորդ։ Տեսնենք այդ առաջնորդն ինչ է մտածում։ Բայց ոնց կլինի ամեն լակոտ մտածում է ես առաջնորդ եմ։ Ես կուսակցություն եմ ստեղծում, այդ փսլնքոտ։ Դու գիտես կուսակցությունն ինչ է։ Դու գիտես որ կուսակցությունը նշանակում է մաս։ 100 հոգի չի կարող հավաքվել մի կուսակցության մեջ, նայում ես զարմանում ես, բայց ունենք բազմաթիվ։ Բայց առաջնորդին հանկարծ չլսեք, առաջնորդի հետ չգնաք։ Եվ առաջին քննադատության հարցը, որը առաջացրեց, եւ ընդհանրապես մի հարցը, որը քննարկման ենթարկվեց, դա այն էր, թե ով է կառավարելու։ Ով է գլուխը լինելու այդ ով է փոխարինելու։ Ու երբեք չեն կարողանում հասկանալ սահմանադրության անփոփոխելի հոդվածը, որտեղ ասում է իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովրդից իշխանությունը վերցնելը հանցագործություն է։ Ես շնորհակալ եմ։ Համոզված եմ շատ երկար կարող ենք խոսել, բայց եթե այսքան հնարավորություն եք տալիս։ Անկեղծ ասեմ, ես հիացած եմ ձեր վերլուծական մտքով, շնորհակալ եմ։ Պահեք այդ, շատ կարևոր է։ Հարգելի հեռուստատեղներ, այսքանով եզրափակենք, ուղղակի հիշեցնեմ նորից, որ այո, իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը պիտի օգտագործի իր հնարավորությունը առավել պայծառ ապագայի գնալու համար, այդ ապագան ընդհանրապես ունենալու համար։ Շնորհակալ եմ։ Ցտեսություն։